Ողջունում եմ բոլորիդ սիրելիներ եւ իրապես ուրախ եմ, որ այս առիթն ունենք միասին Տիրոջը պաշտելու, միասին Աստծո խոսքի շուրջ մտորելու, աղոթելու եւ այո, սա մեծ առանձնահատկություն է։ Մեծ առանձնահատկություն է իրականում բոլոր նրանց համար, ովքեր որ գիտակցում են սա։ Ինչի որովհետեւ շատերը կան, որ այս հնարավորությունն ունեն, սակայն չեն գնահատում, չեն ակնկալում, չեն սպասում այն, ինչ որ իրապես թանկ է։ Գիտեք, ես հիշում եմ COVID-ի ժամանակները, որ մի պահ եղավ շատերը սենց կարոտած, այս միասնական պաշտամունքների ասում էին, ախ, երբ է այս պահը գալու, որ նորից պետք է միասին Տիրոջը պաշտենք։ Ու երբ որ այդ հնարավորությունը ստեղծվեց, այո, որոշ ժամանակ մի քիչ տենց կարոտը կար, գուցե մեկս մյուսին էին կարոտել նման բան, բայց հետո տեսնում ես, որ նորից գալիս այն նույն իրավիճակին, ինչի, որովհետև եթե մեր նպատակը մեկս մյուսին լոկ տեսնելն է, ինչ որ մի բան առնելն է, ոչ թե խոսքը, ասեմ, այդ ամեն ինչ ուղղակի ժամանակավոր բնույթ է կրելու։ Հոգնելու եք ամեն ինչից, հոգնելու եք նույն դեմքերից, նույնիսկ այսպես կասեմ, եւ ինչ-ինչ պատճառներով պահը գալու, որ կտրվելու եք։ Կտրվելու եք, մեկտեղ հավաքվելը թողնելու եք, իսկ պատճառաբանությունները բազում են։ Հավատացնում եմ ձեզ ամեն մեկս էլ ապրելով երկրից վրա հստակ կարող ենք ասել, որ ունենք խնդիրներ։ Առողջական հարցեր կանան լինեն, աշխատանքային, այլ հարցեր, ամեն մեկս էլ ինչ որ մի պատճառ կգտնենք իրապես արդարանալու եւ կարծես մեզ մխիթարելու ասելու, որ դե ինչ անեմ, չի ստացվում։ Բայց ուրախ եմ ձեզ համար, որ տեսնում եմ, որ փափագ ունեք, ցանկություն ունեք Տիրոջ խոսքի մեջ լինելու եւ այո, մեր մեկտեղ հավաքվելու գերագույն նպատակը պետք է լինի իր խոսքը։ Իր խոսքի մեջ տեսնելու Տիրոջ կամքը, տեսնելու, ճանաչելու Տիրոջը, որտեվ սա է, որ փոփոխություն է բերելու մեր կյանքում։ Հիշեք մի բան, որ գիտությունն է, Աստված ճանաչողությունն է, որ բխեցնելու է ճշմարիտ Աստվածպաշտություն։ Եթե չկա գիտություն, եթե չկա Աստծո մասին ճշմարիտ հասկացողություն, այն չի կարող ծնել ճշմարիտ Աստվածպաշտություն։ Աստված ոչ միայն ասել է, որ մենք պետք է պաշտենք իրեն, այլ նաև տվել է ձևը, կերպը, թե ինչպես դա պետք է արտահայտվի։ Հետևաբար, եթե մենք իրապես սիրում ենք Տիրոջը, սիրում ենք Աստծուն եւ ուզում ենք իրեն ճշմարտապես ծառայել, մեր փափագը, մեր ծարավը պետք է լինի խոսքը։ Եվ ոչ միայն լոկ գիտություն, որովհետեւ միայն գիտենալ կամ միայն իմանալ եւ չանելը շատ ավելի վատ է եւ Հիսուս Քրիստոս զգուշացրեց։ Ասեց վայ նրանց, ովքեր որ կարծես թե գիտեն, բայց չեն կատարում եւ նույնիսկ ասեց Սոդոմի ու Գոմորի ժողովրդի համար շատ ավելի լավ է լինելու, ինչի որտեվ իրանք Քրիստոսին չտեսան։ Այո, մերժեցին ճշմարտությունը, բայց վայ նրանց, ովքեր որ կիմանան ճշմարտությունը, կտեսնեն Քրիստոսին, կլսեն Քրիստոսի մասին, բայց ինչ կանեն, հետ կկանգնեն կամ կմերժեն։ Դրա համար սիրելիներ, այո, սա համ օրհնություն է, բայց դրա հետ մեկտեղ պատասխանատվություն է, որտեղ ամեն մի քարոզ, ամեն մի խոսք, ամեն մի հատված, որը որ մենք ընթերցում ենք, դրա համար մենք Աստծո առաջ պատասխան ենք տալու։ Ուստի խնդրանքս է սա, որ իրապես առնենք ամենը, ինչ որ Աստծո խոսքի շրջանակում է եւ որպես օրհնություն Տիրոջը փառավորենք, Տիրոջը նմանվենք, մեր ամեն օրվա օրը, ամեն օրվա ընթացքը լինի Քրիստոսին նմանվել։ Նա է մեր իդեալը, լավագույն օրինակը, որին որ ձգտում ենք նմանվենք։ Ու թող Տերը մեզ այս գործում ինքը առաջնորդի ու ինքը փառավորվի։ Այսօր շարունակելու ենք Մատթեոսի ավետարանի մեր սերտողությունը, գիտեք, ավետարանն ենք միասին նայում եւ հիմա ամեն անգամ պետք է ասեմ այս խոսքը կարևոր թեմա կա, որ միասին պետք է նայենք, ինչի որտեվ իրականում Աստվածաշնչում անկարևոր թեմա, անկարևոր հատված չկա։ Ես զարմանում եմ շատ դեպքերում մարդկանց, ովքեր որ Աստվածաշունչը կարդում են եւ չեն տեսնում այն գանձերը, չեն տեսնում այն կարևորը, ինչ որ իրապես մեզ համար Աստվածպաշտության համար թանկ է։ Չեն սիրում Աստծո խոսքը եւ սա ինձ համար զարմանալի է։
լինում։ Ուստի փափագս այն, որ սիրեք խոսքը եւ իրապես ժամանակ տրամադրեք, աղոթեք, ուսումնասիրեք ու կտեսնեք, թե իրապես ինչքան հրաշալի է Աստծո խոսքը։ Մինչ կանցնենք կոնկրետ հատվածին, մի քանի անուն եմ ուզում տամ, գուցե որոշներին կճանաչեք, որոշներին չեք ճանաչի, վստահ եմ Սթիվ Ջոբսին բոլորդ էլ լսել եք կամ շատերն են ճանաչում, հայտնի iPhone-ների հեղինակը, ոչ միայն iPhone-ների հեղինակը բավականին հայտնի անձնավորություն էր, եւ այս հայտնի լինելով մեկտեղ բավականին հարուստ անձնավորություն էր։ 2003 թվականին այս մարդը մահացավ քաղցկեղից, իրականում պահը հասնելով, երբ որ արդեն անկողնում էր, արդեն մահվան առաջ էր կանգնած, իրապես շատ-շատերը սկսում են մտածել, ինչ իմաստ ուներ այս կյանքը, այս տանջանքը, այս չարչարանքը, արդյոք կյանքը այս ամեն ինչն էր, ու ոչ հարստությունը, ոչ գիտությունը, ոչ ճանաչվածությունը որևիցե կերպով այս մարդուն չօգնեց։ Սկոթ Ֆրիդման, էլի միլիարդատեր, բավականին հայտնի անձնավորություն, ու 2015 թվականին 40-ականների մեջ էր, սրտի կանգ է ունենում եւ այդ ամեն ինչը ավարտվում է։ Ինչի համար եմ ասում եւ այս ցանկը կարող եմ շարունակել, գիտեք, շատ դեպքերում մենք հոգս ենք անում շատ բաների համար, կարծելով կամ մտածելով, որ ապագան, մեր կյանքը, մեր առողջությունը մեր ձեռքերի մեջ է եւ մենք կարող ենք այն տիրապետել։ Կարծելով, թե ժամանակը կամ ընդհանրապես մենք ունենք ինչ-որ կախարդական ապահովագրություն, որը որ մեզ կպահի ինչ-որ որ մակարդակի ու այդ շրջանակում է, որ երբ որ օրինակ շատ դեպքերում ավետարանն էին քարոզում, տարեց մարդիկ ասում էին, դե ջահել տղա ես, գնա կյանքդ վայելի, նոր հետո Աստված, բան, էսի ացր երկրորդական, երրորդական հարցեր են։ Ու մոտս տպավորություն է ստեղծվում, որ այս մարդիկ մտածում են, որ օրինակի համար ես որպես երիտասարդ լինելով, չգիտես ինչի ապահովագրված եմ, որ այս երիտասարդությունս պիտի կարողանամ վայելեմ։ Այնինչ, երբ որ նայում ենք իրականությանը, հասկանում ենք մի պարզ բան, որ այս ամեն ինչը մեր ձեռքում չի, ընդհանրապես մեր ձեռքում ոչինչ չկա, հասկանում եք։ Եվ սա կարող է որոշ առումով անհանգստություն առաջացնել կամ խաղաղություն տալ։ Եվ ուզում եմ հենց այս թեմայի մասին խոսել, երբ որ մենք իրականության հետ բախվում ենք, երբ որ մենք իրականությունը ճանաչում ենք, սա մեր կյանքում պետքա բերի անհանգստություն, թե հակառակը պետքա բերի խաղաղություն։ Եկեք բացենք Մատթեոսի ավետարան 6-րդ գլուխ 25-ից 34 համարներն ենք միասին ընթերցելու։ Մատթեոսի ավետարան 6-րդ գլուխ կընթերցենք 25-ից 34 համարները։ Կխնդրեմ ոտքի կանգնենք միասին Աստծո խոսքը ընթերցելուց։ Մատթեոսի ավետարան 6-րդ գլուխ 25-ից 34 համարները։ Դրա համար էլ ասում եմ ձեզ, մի հոգացեք ձեր կյանքի համար, թե ինչ պիտի ուտեք կամ ինչ պիտի խմեք, ոչ էլ ձեր մարմնի համար, թե ինչ պիտի հագնեք։ Չէ որ կյանքն առավել է, քան կերակուրը եւ մարմինը առավել է, քան հագուստը։ Նայեք երկնքի թռչուններին, որոնք ոչ սերմանում են, ոչ հնձում եւ ոչ էլ շտեմարանների մեջ ամբարում, եւ ձեր երկնավոր հայրը նրանց կերակրում է։ Չէ որ դուք առավել եք, քան նրանք։ Ձեզանից ով կարող է հոգալով իր հասակի վրա եւս մի կանգուն ավելացնել, եւ հագուստի համար ինչու եք հոգում։ Նայեք վայրի շուշաններին ինչպես են աճում, ոչ ջանք են թափում, ոչ էլ մանում։ Ասում եմ ձեզ, որ նույնիսկ Սողոմոնը իր ամբողջ փառքի մեջ նրանցից ոչ մեկի պես չհագնվեց։ Իսկ եթե դաշտի խոտին, որ այսօր կա, բայց վաղը հնոցն է գցվում, Աստված այդպես է հագցնում, որքան առավել ձեզ կհագցնի, թերահավատներ։ Ուրեմն մի մտահոգվեք ասելով ինչ ենք ուտելու կամ ինչ ենք խմելու կամ ինչ ենք հագնելու, որտեվ այդ ամենը հեթանոսներն են փնտրում, որտեվ ձեր երկնավոր հայրը գիտի, որ դուք այդ ամենի կարիքը ունեք։ Դուք նախ Աստծո արքայությունն ու նրա արդարությունը փնտրեք եւ այդ ամենը ավելիով ձեզ կտրվի։ Արդ վաղվա մասին մի հոգացեք, որտեվ վաղվա օրը ունի իր հոգսերը։ Յուրաքանչյուր օրվա հոգսերն ինքնին բավական են։ Ամեն։ Աղոթենք։
Մեր Տեր Աստված փառք են քեզ տալիս իրապես այս մեծ առանձնաշնորհման եւ հնարավորության համար, որ կարող ենք խոսքդ ընթերցել, խոսքիդ մասին մտորել եւ այո քեզ ճանաչել, Տեր։ Դու որ հերու էիր, որդուդ ուղարկեցիր եւ որդուդ միջոցով քեզ ճանաչեցինք, Տեր։ Մենք որ թշնամի էինք քո որդու արյան միջոցով մեզ հաշտեցրեցիր, որպեսզի քեզ զավակ լինենք, Տեր։ Ուստի աղոթում եմ, որ հիմա խոսես ամեն մեկիս հետ, Տեր։ Դու գիտես մեր իրավիճակները, դու գիտես մեր հոգսերը, գիտես մեր առօրյան, Տեր, ամեն բան քո առաջ բաց է, Տեր։ Ուստի օգնի, որ այս ճշմարտությունները ինչ որ կարդացինք, առնենք քեզանից եւ թող որ այն մեր կյանքի համար եւ աստվածպաշտության համար օրհնություն եւ շինություն լինի, որպեսզի ամեն վարքյանը մեր կյանքի քեզ փառավորենք եւ քեզ մեծարենք։ Հիսուսի սուրբ անունով, ամեն։ Նստեք խնդրեմ։ Եթե հիշում եք Մատթեոսի այս հատվածը, որ միասին նայում ենք լեռան քարոզը, խոսքը ուղղում է արքայության զավակներին։ Բոլոր նրանց, ովքեր որ ցանկություն ունեն հետևելու Տեր Հիսուս Քրիստոսին, Տեր Հիսուս Քրիստոս սկսեց ներկայացնել, թե ինչպիսին են այն մարդիկ, ովքեր որ հետևում են եւ ինչ ակնկալիքներ պետք է ունենան։ Եվ այս շրջանակում պետք է հստակ հասկանանք մի բան. արքայության զավակը խաղաղ է իր կյանքի համար, քանի որ այդ կյանքը Տիրոջ ձեռքերում է։ Ինքը խաղաղ է ամեն իրավիճակներում, անկախ ամեն ինչից, ինչ որ կատարվում է մեր շրջապատում, ինչու՞։ Որովհետև երբ որ ասում ենք հավատում է, վստահում է Տիրոջը։ Վստահում է Տիրոջ խոսքին, որ ամեն բան ինչ որ գրված է Աստծո խոսքում, իրականություն է դառնալու։ Վստահում է, որ իր ողջ կյանքը սկզբից մինչև վերջ ում ձեռքերի մեջ է, երկնավոր Հոր ձեռքերի մեջ է։ Սա այն բուն նյութը, որ այսօր ընդհանրապես պետք է խոսենք եւ հույսով եմ, որ այս խոսքը իրապես մեզ խաղաղություն կտա։ Այն խաղաղությունը, որ խոստացավ Տեր Հիսուս Քրիստոս, այն խաղաղությունը, որ միմիայն իր մեջ է։ Եթե կհիշեք անցած Կիրակի խոսում ենք, թե մենք ում ծառան ենք։ Իրականում ցանկանանք, թե չցանկանանք, ընդունենք, թե չընդունենք, բոլոր մարդիկ ինչ որ մեկի ծառան են։ Եվ այդ շրջանակում ամենավերջում Հիսուս Քրիստոս ներկայացնելով, թե իրապես մենք ում ծառան պետք է լինենք, հետևյալ խոսքին է արդեն անդրադառնում։ Եթե մենք Տիրոջը ծառան ենք, եթե մենք Տիրոջը ստրուկն ենք, մի նեղվեք այդ բառից։ Սա այն ինչ որ Աստծո խոսքն է ասում։ Մենք պետք է ընդունենք 25-րդ համարը մեզ համար որպես սկզբունք։ Ուզում եմ եւս մեկ անգամ կարդամ։ Ասում է, եթե Տիրոջը ստրուկն եք, եթե Տիրոջը ծառաներն եք, դրա համար էլ ասում եմ ձեզ, ում ձեզ։ Բոլոր նրանց, ովքեր որ իրենց ընդունում են որպես Տիրոջը ծառա։ Տեր Հիսուս Քրիստոս շատ հստակ ասում է. մի հոգացեք ձեր կյանքի համար։ Դրանից հետո կյանքի մեջ ավելի անդրադառնում է առօրյա կարծես հոգսերը, առօրյա կարիքներ, ինչ որ մենք ունենք։ Թե ինչ պիտի ուտեք, ինչ պիտի խմեք, ոչ էլ ձեր մարմնի համար, թե ինչ պիտի հագնեք։ Ինչի համար չհոգանք, Տեր։ Ինչի համար դրա վրա ուշադրություն չդարձնենք, ինչի համար հոգս չանենք այս հարցերի վերաբերյալ։ Դրանից հետո շարունակությունն ասում։ Ասում է, չէ՞ որ կյանքը առավել է քան կերակուրը եւ մարմինը առավել է քան ինչը հագուստը։ Շարունակության մեջ ավելի մանրամասն կխոսենք, բայց ես ուզում եմ, որ դուք հստակ հասկանաք այս հասկացողությունը։ Քրիստոնյայի համար, Տիրոջ զավակի համար կյանքը, այն կյանքը ինչ որ ունի, դալոկ ուտել, խմել եւ չգիտեմ վայելքներ ապրելը չէ եւ ընդհանրապես սա դրա մասին չէ։ Կյանքը ավելին է քան այն ֆիզիկական կարիքները, ինչ որ մենք ունենք։ Այստեղ կտեսնենք 5 ճշմարտություն, որոնք որ հույսով եմ մեզ կբերեն խաղաղություն։ 5 ճշմարտություն, որ Տեր Հիսուս Քրիստոս այս հատվածից հետո ներկայացնում է, ապացուցելու ցույց տալու, որ իրապես կյանքը առավել է սրան։ Առաջինը, մենա ամեն օրվա հացը, ժողովուրդ ջան, Հոր ձեռքերում է։ Մեր ամեն օրվա հացը Հոր ձեռքերում է։
Ինչքան էլ մենք սա ընդունենք, ինչքան էլ մենք սա չընդունենք, բայց սա է իրականությունը, հասկանում եք։ Մենք նույնիսկ այսօր գիտեք տերունական աղոթն ենք միասին աղոթում, Հիսուս Քրիստոս հիշում եք տերունական աղոթքի մեջ ինչ է ասում, որ ինչպես աղոթենք։ Մեր ամեն օրվա հացը տուր մեզ այսօր, երբ որ մենք հաց ենք ուտում, ինչի համար ենք մենք առհասարակ նորից ամեն անգամ այդ հաց ուտելուց շնորհակալություն հայտնում, գոհունակություն հայտնում։ Չգիտեմ, հայտնում եք թե ոչ, բայց ես այդ սովորությունն ունեմ։ Ինչի որտեվ ես հասկանում եմ, ես գիտակցում եմ, որ իմ ամեն օրվա հացը Տերն է տալիս։ Ես մեկ-մեկ որ նոր էինք սկսում, երեխեքը որպես մանուկ երեխա հարցում են, ասում են, բայց պապա, այս հացը Աստված չի տալի, դու ես տալի կամ մաման է տալի։ Հասկանում եք, մենք շատ դեպքերում այս մակարդակի մտածելակերպ ենք ունենում։ Դե մենք ենք աշխատում, մենք ենք ստեղծում, մենք ենք պատրաստում, եւ սա մեր մոտ սխալ թյուր հասկացողություն է ստեղծում։ 26 համարն եմ ուզում ընթերցենք նորից։ Ասում են նայեք երկնքի թռչուններին, որոնք ոչ սերմանում են, ոչ հնձում եւ ոչ էլ շտեմարանների մեջ ամբարում, եւ ձեր երկնավոր հայրը նրանց ինչ է անում, կերակրում է։ Հիսուս Քրիստոս ուզում է այդ մարդկանց ուշադրությունը, որ նախ եւ առաջ մի հատ կենտրոնացնեն այն բանի վրա, ինչ որ իրանց շուրջն է, բնությանը, բնության շրջանակում թռչուններին։ Թռչունները հատուկ աշխատանք չեն գնում, որպեսզի գումար վաստակեն, դրանից հետո գնան խանութից առևտուր անեն։ Չունեն հատուկ շտեմարաններ, որոնք որ պատրաստել են ու այդ շտեմարանների մեջ նպատակային ուտելիք են պահում գալիք տարիների կամ ինչ-որ բաների համար։ Այո, թռչունները որոշակի սերմեր բաներ հավաքում են, այդ բնազդաբար այդ ամեն ինչը արվում, երբ որ սոված են, գնում են, հայթայթում են կերակուրը, բայց այս ամեն ինչը, հասկացեք, նպատակային աշխատանք չի, այսինքն թռչունը չի մտածում, դե հեսա սովածանալու եմ կամ վաղվա օրվա հետ կապված հարցեր կա, գնամ աշխատանք գտեմ, որպեսի, չգիտեմ, այս հացը վաստակեմ կամ գնամ ցանեմ, որպեսի եկող տարվա համար ինչ որ ուտելիք ունենամ։ Ամեն օրվա բնազդային աշխատանք է եւ այս բնազդային աշխատանքի մեջ ով է այս ամեն կենթայիներին կերակրում։ Աստված այդ ամեն ինչը այդ ձև ստեղծել, դրել, որպեսզի այս ամեն ինչը ընթանա։ Եվ երբ որ մենք այդ թռչուններին նայենք, մեզ համար պետք է օրինակ լինի, որ փաստորեն նույնիսկ այս բնությունը կերակրվում է ում կողմից, պահվում է ում կողմից, Հոր Աստծո կողմից եւ ուշադրություն դարձեք, Հիսուս ինչ է ասում։ Ձեր հայրը, հասկանում եք, նորից այդ մոտեցումն է ուզում, որ մեզ համար մենք པարզ հասկանանք։ Երբ որ ասում է ձեր հայրը, նշանակում է ինչ է ուզում, որ մատնանշի, մենք ով ենք։ Իր որդիներն ենք, իր զավակներն ենք, դրա համար մի փոքր հետո ավելի կկարդանք, խոսենք սրա մասին, ասում է դուք որ հայր եք, լավություն անել գիտեք ձեր զավակներին, դուք որ մարդ եք, որ չար եք ձեր էությամբ, որքան ավելի ով մեր երկնավոր հայրը, դրա համար ստեղ ուզում է, որ մենք եւս մեկ անգամ մտածենք, հասկանանք մի պարզ բան, արարչագործությունը վկայում է սրա մասին, որ ամեն օրվա հացը նորից կախված է ումից Աստծուց։ Եվ այո, ամեն անգամ, երբ որ մենք աղոթք ենք անում, ամեն օրվա համար, երբ որ աղոթք ենք անում, պետք է հիշենք մի պարզ բան։ Մեր ամեն օրվա օրը կախված է ումից Աստծուց։ Մենք ցույց ենք տալի նման ձևով, եւս մեկ անգամ ինքներս մեզ քարոզում ենք ու ասում ենք, իմ ամեն օրվա հացը կախված է Տիրոջից։ Որտեվ կարամ այդ հացը ունենամ, սեղանիս վրա դրված լինի, բայց չկարողանամ ուտեմ, հասկանում եք։ Ուղղակի չկարողանամ ուտեմ։ Հոբուի գրքում 38 համար 38-րդ գլուխ 41 համարի մեջ կարդում ենք հետևյալ խոսքը. Աստված խոսում է Հոբի հետ։ Ու նորից նման շրջանակում է, երբ որ ներկայացնում է բնությունը, ներկայացնում է կենդանական աշխարհը, ու անընդհատ Աստված հարցնում է. Գիտես այս ամեն ինչը ինչպես է լինում, ուշադրություն դարձեք 41 համարին, ասում է Հոբ 38-41 Ագրավի համար նրա որսն ով է պատրաստում, երբ նրա ձագերն առաստված են աղաղակում եւ կերի պակասի պատճառով թափառում։
Ուշադրություն դարձեք, Աստված նորից հիշեցնում է Հոբին, որ այն ամեն ինչ որ տեսնում ենք, մեր շրջապատող բնությունը ումից է կախված, իրենից է կախված։ Ուրեմն ոչ միայն բնությունն է դրա մասին վկայում, այլև այն հասկացողությունը, որ Տեր Աստված մեր հայրն է։ Եվ մենք իր զավակներն ենք, եւ միանշանակ բնությունը եւ մարդը նույն համադրելի չեն։ Մարդը շատ ավելի թանկ է Աստծո համար։ Դրա համար, երբ որ մենք ամեն անգամ մտածում ենք այս ուտելիքի համար կամ հանապազորյա հացի համար, պետք է նորից ու նորից հիշենք մի պարզ ճշմարտություն։ Մեր ամենօրյա հացը Հոր ձեռքերում է։ Եվ այո, սա ուրախություն է, ժողովուրդ։ Սա ուրախություն է, որ մեզանից կախված չէ, այլ Աստծուց է կախված։ Դա ինչ է նշանակում։ Պետք է ալարկոտություն անենք, պիտի չաշխատենք։ Չէ, ժողովուրդ, հակառակը, Պողոս Արաքյալն ասում է, եթե մեկը չի աշխատում, թող չուտի էլ։ Խնդիրը ալարկոտությունը չի։ Ուղղակի խնդիրը ուրիշ բանի մեջ է։ Երբ որ մենք չափից ավելի աշխատենք ու կարծենք, մեր աշխատելով մենք մեզ պահում ենք։ Հասկանում եք, տրամաբանության այս մտածելակերպի մեջ է, հասկացողության մեջ է, իմ կախվածությունից ումից է, ինձանից է, ես ինքս ինձ եմ համարում, սենց ասած մեկը, որ ապահովում է ընտանիքը, ապահովում է ինքս ինձ, թե իրապես հասկանում եմ մի բան, որ ով որ եմ, ինչ կարողություն ունեմ, այն հանապազորյա հացը ունեմ Տիրոջ շնորհիվ։ Ուրեմն երբ որ նորից եւ նորից հացի առաջ են կանգնում, հաց են ուտում, հիշեք մի բան, այդ հացը տվել է Տերը։ Այդ կարողությունը աշխատելու տվել է Տերը։ Այդ աշխատանքը տվել է Տերը, եւ դրա համար ամեն ինչի փառքը պետք է ուղղված լինի իրեն։ Երկրորդը, ոչ միայն ամենօրվա հացն է Տիրոջ ձեռքերի մեջ, այլ մեր կյանքի տևողությունն է Հոր ձեռքերում։ 27-րդ համարը։ Ձեզանից ով կարող է հոգալով իր հասակի վրա եւս մի կանգուն ավելացնել։ Հիմա նայեք, այս թարգմանության մեջ մի քիչ խնդիրներ կա եւ նոր թարգմանությունները այս հարցը ուղղում են։ Ավելի ճիշտ կլիներ թարգմանել եւ ձեզանից ով մտահոգ լինելով մի փոքր չափով կարող է ավելացնել կյանքի տևողությունը։ Եթե նայեք Կասյանի թարգմանությունը ռուսերենով, նոր ստանդարտ թարգմանությունը անգլերենով, կտեսնեք, որ այս կերպով են թարգմանում եւ այս թարգմանությունը ավելի համահունչ է կոնտեքստին եւ հունարենի նոր թարգմանություններում այս թարգմանությունն է։ Հիմա նայեք, երբ որ մենք խոսում ենք նորից կյանքի տևողության մասին, այսօր շատերը սպորտով են զբաղվում, առողջ ապրելակերպն է քարոզվում է օրգանական ուտելիք առանց քիմիկատների, բավականին շատ հիմա խնամքի պարագաներ կան, որոնք որ ձեզ կերիտասարդացնեն, չգիտեմ, ձեր ներքին օրգանները կթարմացնեն, բան կանեն, հատուկ ուտելիքներ ու այս ամեն ինչը ներկայացվում է որպես կյանքի երկարացման ինչ որ արգասիքներ կամ բաներ։ Տեսեք, այն ինչ որ ասեցի, դրանց մեջ վատ բան չկա, հասկանում եք։ Սպորտով զբաղվելու մեջ վատ բան չկա, նույնիսկ չնայած Պողոս Արաքյալն ասում է մարմնի վարժանքը քիչ բանի համար է օգտակար, բայց աստվածպաշտությանը շատ բան է։ Բայց այնուամենայնիվ օգտակար բաներ կա, նորից ընտրություն կատարելու, բայց նորից խնդիրը գիտեք ինչումն է։ Խնդիրը նրանում է, որ մենք չգանք նորից այս տրամաբանության, որ օրինակի համար, եթե սպորտով եմ զբաղվում, եթե ուտելիքս մենակ օրգանական է եւ ուտում եմ այն չափաբաժնով ու եմ ամեն ինչով ինչ որ բոլոր բժիշկներն են ասում, հետևում եմ բոլոր բժիշկների խորհուրդներին, ամեն օր գնում եմ ստուգվում եմ ու այս ամեն ինչը անում եմ, կարծելով որ միայն դա բավարար է երկար կյանք ունենալու համար, նորից ինչ եմ ասում, նորից սխալվում եմ ժողովուրդ։ Որտեւ ուղղակի չեմ կարա, հասկանում եք, ես հավատացնում եմ ձեզ ամեն մեկը ունեք ձեր շրջապատում մարդկանց, ովքեր որ մահացել են ու դուք զարմացել եք։ Ես ինքս եմ նման դեպքերի շատ եմ հանդիպել, որ օրինակի համար երբ որ գնում էինք Ռուսաստան, էլի, որ զանգարեցին, ասցին, գիտես ինչ կա, մանկությանդ ընկերը մահացել է։ Զարմացա, ախր ոնց։
Իմ տարիքի կարծես ամեն ինչը տեղին է, դեռևս ընտանիք չի կազմել, երիտասարդ տղա ուղղակի հանկարծամահ լինում եւ վերջ։ Հասկանում եք, նման բաները եւս մեկ անգամ մեզ հիշեցնում են մի պարզ ճշմարտություն։ Մեր կյանքի տևողությունը մեր ձեռքերում չի։ Ընդհանրապես մեր ձեռքերում չի։ Մյուս վարկանի համար ես ապահովագրություն չունեմ։ Բայց տեսեք, նորից ծայրահեղությունից ծայրահեղություն չեմ ուզում ընկնեմ, որտեվ կա երկու ծայրահեղություն։ Առաջինն ասեցի, ապրել, ամեն ինչ անել, որպեսզի կարծես երկար կյանք ունենանք։ Երկրորդ ծայրահեղությունը սա է, որ ընդհանրապես հոգ չտանես այն մարմնին, որը որ Տերը տվել է, ու ասես դե շաքարախտ ունեմ, ոչինչ, ամեն ինչ էլ քաղցրեք ուտեմ, մեկը Աստված է ինձ այս կյանքը տվել, ինչքան տվել է կապրեմ։ Կամ չարաշահել Աստծո այն ճշմարտությունը, որը որ կա։ Այսինքն մենք ոչ թե պետք է չարաշահենք, այն ինչ որ գիտենք, եթե գիտեմ, որ սա ինձ վնասակար է, եւ այնուամենայնիվ հակառակվում եմ ասելով, չէ, մեկը ինձ հետ ոչինչ չի լինի, Աստված ինձ հետ է, սա մեկ ծայրահեղություն է։ Եվ երկրորդ ծայրահեղությունը ամեն ինչ անել, ամեն ինչը կենտրոնացնել սրա վրա, որ ուզում եմ ինչ անեմ, երկար կյանք ունենամ։ Երկու ծայրահեղություններ, որի մեջ որ մենք պետք է չընկնենք։ Երկար կյանք ունենալու համար գիտեք Աստծո խոսքն ինչ է ասում։ Պատվիրաններից կհիշեք։ Այո, երկրորդ օրինաց 5-րդ գլուխ 16 համարում Աստված մեկ այլ նկարագիր է տալի եւ մեկ այլ խոստում է տալի։ Ասում է պատվիր քո հորն ու մորը, ինչպես պատվիրել է քեզ քո Տեր Աստվածը, որպեսզի քո օրերը երկար լինեն եւ քեզ համար բարի լինի այն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը տալիս է քեզ։ Նորից երբ որ ամեն անգամ մտածում ենք մեր կյանքի մասին, ինչքան ենք ապրելու, ինչ է լինելու, պետք է ինչ հիշենք, պարզ ճշմարտություն։ Մեր կյանքը ում ձեռքերի մեջ է։ Տեր Աստծո ձեռքերի մեջ է, Հոր Աստծո ձեռքերի մեջ է։ Ինչքան կյանք տվեց, այդքանով պետք է Տիրոջը փառավորենք։ Ինչքան վայրկյան ունենք ապրելու, դրանով պետք է Տիրոջը փառավորենք։ Սրա համար է մեզ պահում Տերը։ Երրորդը սիրելիներ, մեր ապահովվածությունն է Հոր Աստծո ձեռքերում։ 28-ից 30 համարները։ Եվ հագուստի համար ինչու եք հոգում։ Հիմա նայեք, երբ որ Հիսուս ասում է այս խոսքերը, իր ունկնդիրներից մեծամասնությունը գուցե ընդամենը ունեին մեկ հագուստ։ Այն ժամանակ երկրորդ հագուստ ունենալը բավականին մեծ շքեղություն էր ու շատ դեպքերում, երբ որ օրինակի համար կույրը հիշում եք այդ իր վերին վերարկուն շպրտեց մի կողմ եւ գնաց դեպի Հիսուս Քրիստոսը, եթե օրինակի համար որպես կույր մնար երեկոյան առանց այդ վերին հագուստի, կարային ուղակի սառեն եւ մահանային։ Հասկանում եք, այն ժամանակ դեռևս հագուստը շքեղության կամ իրենց ցույց տալու համար ընդհանրապես չէր։ Բայց ուշադրություն դարձրեք։ Հիսուս նույնիսկ այս ժամանակ, երբ որ մարդիկ ընդամենը մեծամասամբ ունեին մեկ հագուստ, ինչ է ասում։ Ասում է այդ հագուստի համար հոգ մի արեք։ Նորից ինչ է ասում, ուշադրություն դարձրեք ինչին։ Բնությանը։ Նայեք ձեր շրջապատին, այն բաներին, որը որ դուք ամեն օր տեսնում եք։ Նայեք վայրի շուշաներին, ինչպես են աճում, ոչ ջանք են թափում, ոչ էլ մանում։ Ասում եմ ձեզ, նույնիսկ Սողոմոնը իր ամբողջ փառքի մեջ նրանցից ոչ մեկի պես չհագնվեց։ Ուշադրություն դարձել եք ընդհանրապես գեղեցկությանը, ծաղիկները։ Իրապես, երբ որ մոտիկից նայում ես գույների համադրությունը, ինչքան բազմազանություն, ինչքան գեղեցկություն կա, կանայք շատ են սիրում ծաղիկներ, ասեմ, չեմ ուզում ասեմ ծաղիկներ սիրում եմ, բայց այո, ես սիրում եմ այդ մոտիկից նայել գույները, այդ համադրությունը, տեսնել, թե ինչպես այդ մանր մանրուկը, խոտը, ծաղիկը, ինչպես է Աստված այդ ամեն ինչը գեղեցիկ ստեղծել։ Ես վերջերս մի հատ գազար ունեինք, մի քիչ երկար էր մնացել, ծլել էր։ Ու նկարել եմ, Facebook էի գցել, նայում ես, էլի, ասենք փոքր ինչ որ մի բան է, բայց ինչքան գեղեցիկ է։ Ինչքան մանրակրկիտ է Աստված այդ ամեն ինչը ստեղծել, այդ համադրությունը ու այդ ամեն ինչը։ Բայց ուշադրություն դարձեք, այդ խոտը, այդ ամեն ինչը ասում է ինչ է։ Անցողեկի ասում է խոտի դաշտը, որ այսօր կա, վաղը հնոցն է գցվում։ Աստված այդ ձև ինչ է անում, հագցնում է։
Նորից այս ամեն ինչը մեզ մտածելու տեղիք պետքա տա։ Տեր Աստված, դու հոգ ես տանում ես ծաղիկներին, որպեսզի այդ ծաղիկները տենց գեղեցիկ լինեն։ Այն ամեն մի բույսը, ամեն մի բույսի մեջ տեսնելու այդ գեղեցկությունը, դու այդ ամեն ինչն անում ես։ Ինչի համար է դա։ Գիտեք ինչի համար է այդ ամեն ինչը։ Որպեսզի մենք հասկանանք մի բան, որ եթե մենք Աստծուն համար ել ավելի կարևոր ենք, այդ ամեն ինչ Աստված կտա։ Եթե այդ խոտին, որ ժամանակի հարց է, այսօր կա, վաղը գցվում է փուրը, վաղը վառվում է կամ չորանում անցնում գնում է, Տերը այդ ամեն ինչը այդ ձևա ստեղծել, մենք որքան ավելի կարևոր ենք իր համար։ Գիտեք, այսօր շատ է տարածված մոդան կամ նորաձևությունը, պսպղուն հագուստներ եւ այլն։ Ու այս ամեն ինչը դարձել է պարծանքի նպատակ, հասկանում եք։ Ցույց տալու համար, այսինքն հագուստը շուտվանից արդեն ոչ թե պաշտպանության համար է, մերկությունը թաքցնելու համար է դարձել, այլ ինքնահաստատման համար, ցույց տալու համար, թե ինչ թանկարժեք շորեր ենք հագնում, ինչ ֆիրմայի շորեր ենք հագնում, ինչ արժի դա, քանի օրինակներ են ընդամենը ստեղծվել այդ հագուստից։ Եվ նման ձևով մարդիկ փորձում են ինչ անեն, իրենք ներկայանան, բարձենան։ Ընդհանրապես Աստծո խոսքը սրա մասին նույնիսկ չի էլ խոսում, հասկանում եք։ Հիսուս խոսում էր պարզ, երբ որ խոսում է հագուստի մասին, պարզ կարիքի մասին։ Հագուստ, որը որ առօրյա կարիքը կա, մերկությունը թաքցնելու եւ պաշտպանվելու ցրտից, պաշտպանվելու որոշակի տեղումներից։ Այսօր արդեն այդ գաղափարը ընդհանրապես դուրս է եկել եւ մենք որպես հավատացյալներ տարված ենք լինում շքեղության ետևից, հասկանում եք։ Մենք արդեն ապրում ենք, մեր կյանքի նպատակն է դառնում շքեղ ապրելը։ Ու այս ամեն ինչը փորձում ենք ինչ անենք, ներկայացնենք, պարծենանք։ Ես ուզում եմ Պողոս առաքյալից մի քանի հատվածներ կարդալ, որպեսզի դուք հասկանաք, թե իրապես ինչ մղումներով մենք պետք է առաջնորդվենք, որը մեր ցանկությունը պետք է լինի։ Ֆիլիպպեցիս 4-րդ գլուխ 11-ից 14 համարներն եմ ուզում կարդանք։ Պողոս առաքյալը մեկը չէր, որ ասենք նոմինալ քրիստոնյա էր, հասկանում եք։ Պողոս առաքյալը կանչված առաքյալ էր, որ Հիսուս Քրիստոս ընտրեց, սովորացրեց եւ հստակ առաքելություն տվեց։ Պողոս առաքյալը մեկն էր, որ Աստծո խոսքը քարոզեց շատ երկրներում, շատ քաղաքներում։ Մեկն էր, որ Տիրոջը համար շատ էր ծառայում։ Եվ ուշադրություն դարձեք, երբ որ ինքը խոսում է 11 համարից։ Կարիքի մեջ լինելուց համար չեմ ասում, որովհետև ես սովորել եմ բավարարվել նրանով, ինչի մեջ որ կամ։ Ուշադրություն դարձնում եք, ոնց Պողոս առաքյալ։ Դու Աստծուց կանչված առաքյալ։ Մեկը, որ Աստծո խոսքն է գրել, այսօր որ մենք կարդում ենք։ Մեկը, որ օգտագործվում էր Սուրբ Հոգու կողմից, դու կարիքի մեջ լինել ես սովորելու բան է դա։ Այսօրվա քրիստոնեությունն ասում է չէ, եթե Աստված ունես, հարուստ ես, առողջ ես, մեքենա էլ պիտի ունենաս, ես էլ պիտի ունենաս, բարգավաճության զավակներն ենք, թագավորի զավակ ենք։ Հասկանում եք, այս քարոզությունը անընդհատ է մտնում։ Ու շատ դեպքերում մենք էլ ենք այս ծուղակի մեջ ընկնում։ Բավարարված ենք, բայց ասում ենք չէ, Տեր Աստված, ավելին եմ ուզում, ու սկսվում է մեր կյանքը կենտրոնանա ինչով, որ ուզում ենք ապահովված լինենք ամեն ինչով։ 12 համարը։ Գիտեմ կարիքի մեջ ապրելն էլ, առատության մեջ լինելն էլ, հասկանում եք։ Տերը եղել է դեպքեր, որ առատություն էլ է տվել։ Տվել է եւ կարիք էլ, եւ այս ամեն ինչի մեջ մենք ինչ պետք է անենք, պիտի սովորենք։ Պիտի սովորենք ու ասենք, ինչ որ Տերը տալիս է, Տերը Տիրոջ տվածը բարի է եւ մեզ համար պետք է ընդունելի լինի։ Ամեն բանում ինչին տեղյակ եմ, թե կշտանալուն, թե քաղցելուն, թե առատությանը, թե կարիքին։ Եվ դրանից հետո գալիս է 13 համարը, որ շատ մարդիկ կոնտեքստից օգտագործում են։ Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Ինչ կարող եմ։ Այս ամեն ինչը կարող եմ հաղթահարել Տիրոջով, որովհետև եթե Տիրոջն ունեմ, ամենաթանկն ունեմ, ուրիշ բանի կարիք չունեմ, հասկանում եք Պողոս առաքյալի կարգավիճակը։ Դրա համար ասում, այսինքն, եթե Քրիստոսն ունեմ, այս ամեն ինչով կարող եմ հաղթահարել, բայց 14 համարներ եմ ուզում կարդանք։ Սակայն լավ արեցիք, որ իմ նեղության մեջ ինձ հաղորդակից եղաք,
Պողոս առաքյալը ինքը չէր ապրում այս հասկացողությամբ, որ մերժում ենք ամեն ինչ, մերժում ենք ամեն օգնություն, պարտադիր քրքրված շորերով պիտի քայլենք, մեքենա ունենք, մեքենան պետքա հանենք, գցենք, ոտաբոբիկ, պետքա ուխտագնացությամբ քայլենք։ Սրա մասին չի խոսքը գնում։ Ուղղակի բավարարված լինելու մասին է խոսքը գնում, որ ինչ որ ունեմ, առել եմ Տիրոջից, ես այդքանով բավարարեմ։ Սողոմոնը նայեք, ամենահարուստ մեկն էր։ Տերը իր ժամանակի ամենահարուստ, ինչքան որ հարստություն ուներ, տվեց աչքի ուզածը Սողոմոնը արել է։ Այն ինչ որ ցանկացել է, ունեցել է։ Ինչ է կարծում, քանի հագուստ ուներ։ Հազարավոր հագուստներ ուներ, բայց Աստված ասում է այդ հազարավոր հագուստի մեջ այն ծաղիկների, այն բույսերի նման չկարողացավ գեղեցիկ հագնվի։ Չկարողացավ ուղղակի։ Ու այս հարուստ մեկը նաև ուներ իմաստություն, ու այս ամեն ինչի շրջանակում ինչ եզրահանգման եկավ, որ այս ամեն ինչը ինչ է։ Ունայնություն, դատարկությունը, առանց Աստծո ամեն բան ունայն է, հասկանում եք։ Դրա համար եմ ասում, Աստծուն չունեք, ունեք աշխարհը, ինչպես որ Հիսուսն էր ասում։ Ուրեմն իմացեք, ոչ մի բան չունեք։ Ունեք Աստծուն, բայց ոչ մի բան չունեք, ուրեմն իմացեք, որ ամեն բան ունեք, ինչի որ կարիքն ունեք։ 4-րդը սիրելներ։ Ոչ միայն մեր ապահովությունն է Աստծո ձեռքերի մեջ, այլ նաև մեր կյանքի նպատակն է Հոր ձեռքերում։ Լսում եք, Աստված ոչ միայն ամեն բան մեր կյանքը, մեր ապահովագրությունը, մեր ամենօրվա հացն է իր ձեռքերի մեջ, այլ նաև իր ձեռքերի մեջ է իմ կյանքի նպատակը, ինչի համար ես պետք է ապրեմ։ 31-ից կարդանք 33 համարները։ Ուրեմն մի մտահոգվեք ասելով ինչ ենք ուտելու կամ ինչ ենք խմելու կամ ինչ ենք հագնելու։ Նորից գալիս է այն ամենասկզբից, հիշում եք 25 համարը։ Ասեց մի մտահոգվեք, Հիսուս բացատրեց թե ինչի մի մտահոգվեք, որտեղ այդ ամեն ինչը ում ձեռքերի մոտ է, Տիրոջ ձեռքերի, ձեր հոր ձեռքերի մեջ է, եւ նորից ասում է՝ մի մտահոգվեք, որովհետեւ այդ ամենը ովքեր են փնտրում, հեթանոսները կամ մնացած ազգեր են այդ ամեն ինչը փնտրում։ Ինչի, որովհետև իրենց աստվածները փայտ են, քար են, այս ամեն ինչը իրենք չեն կարա տան։ Հասկանում եք, երբ որ մենք սկսում ենք մտահոգվել, հոգս անել, երբ որ մենք սկսում ենք առօրյա մեր կյանքում անհանգստանալ, էսի է պակասել, էսի չունեմ, ախր ինչ եմ անելու, ու ես կորցրել եմ իմ խաղաղությունը, ես նման եմ ինչի, մեկի ով որ Աստված չունի։ Մեկի ով որ ինչ է, անհավատ է։ Դրա համար ասում է, որովհետև ձեր երկնավոր հայրը գիտի, որ դուք այդ ամենի կարիքը ունեք։ Աստված գիտի այդ ամեն ինչը։ Դրա համար ասում է աղոթելուց մի եղեք շատախոս, կարծես թե շատ խոսալով ինչ որ մի ավել բան եք ստանալու։ Կրկնեք անդադ Տեր Աստված, չգիտեմ, էսա, նորից էլի հիմա կասեք իրանց եմ անդառնում, բայց սա է մեր իրականությունը։ Մարդիկ կան հրամայում են Աստծուն։ Մարդիկ կան, որոնք որ Սուրբ Հոգու մասին շատ են խոսում, Սուրբ Հոգին շատ են բարձրացնում, բայց դրա հետ մեկտեղ հրամայում են ու հռչակում են Էս արա, այն արա, էս եմ ուզում ու ունես տպավորությունը ոնց որ հարց ես տալի։ Ստե հիմա ով է Աստված։ Այդ հրամայողը, այդ աղոթողը, թե Աստված, որ այդ ամեն ինչը պետք է կատարի։ Պետք է զգուշ լինենք, սիրելիներ, որ մենք չընկնենք այս ծայրահեղությանը եւ հեթանոսների նման լինենք։ Որն է մեր կյանքի նպատակը։ Ինչով մենք պետք է առաջնորդվենք։ 33 համարը։ Դուք նախ Աստծո արքայությունը ու նրա արդարությունը փնտրեք։ Սա է մեր կյանքի նպատակը։ Եվ ամենը ավելիով ձեզ կտրվի։ Գիտեք, նորից երբ որ նայում ենք ընդհանրապես մեր կյանքը, մեր ընթացքը ու փորձում ենք գնահատական տալ, կտեսնենք, որ շատ դեպքերում մենք վարվում ենք եսակենտրոն, այսինքն վարվում ենք մեր եսի, մեր ցանկությունների բավարարման համար։ Մենք չենք փնտրում իրապես Տիրոջ արքայությունը, երբ որ ասում ենք Տիրոջ արքայություն, մի ակնկալեք, որ ինչ որ միտեղ կար արքայություն ու պետքա գնային, գտնեին։ Տիրոջ արքայությունը իր ազդեցությունն է, իր կամքի իրականացումն է տվյալ հատվածում, այսինքն փնտրել Տիրոջ արքայությունը նշանակում է գնալ եւ այդ արքայությունը տարածել։ Տարածել ավետարանը, որպեսզի բոլոր նրանք, ովքեր որ կընդունեն այդ ավետարանը, այնտեղ հաստատվում է ինչ,
Տիրոջ արքայությունը, փնտրել Տիրոջ արդարությունը ամեն իրավիճակներում, ձեռ է տալիս ինձ սա, թե ձեռք չի տալիս։ Սա պետք է լինի մեր կյանքի ինչը, նպատակը, որտեղ նման ձևով է Տերը փառավորվելու։ Նորից անդրադառնամ Պողոս Արաքյալին ու այս հատվածը արդեն իսկ կարդացինք։ Առաջի Կորինթացիս 15-րդ գլուխ 32 համարը։ Խնդրում ուշադրություն դարձրեք նորից Պողոս Արաքյալի ասածին։ Եթե մարդկային կերպով դատեի, ապա երբ Եփեսոսում գազանների հետ մարտնչեցի, ինչ օգուտ էր։ Եթե մեռելների հարություն չեն առնում, ուրեմն ուտենք ու խմենք, որտեղ վաղը մեռնելու ենք։ Հասկանում եք, եթե Աստված չկա, եթե նպատակ չկա Տիրոջը ծառայելու համար, կյանքի միակ նպատակը ի՞նչն է լինում։ Ուտել խմել, որտեղ վաղը մահանալ կա, ու այսօր հայերը շատ են դա ասում։ Ասում են կեր խմի քեֆ արա, որտեղ վաղը մեռնել կա։ Հասկանում եք, իրանք այս համարը վերցրել են, այն առաջի հատվածը կտրել են, եւ իրանք համար ինչ են դարձրել։ Կյանքի շարժառիթ լոզունգ։ Սրանով են առաջնորդվում բոլոր մարդիկ, ովքեր որ Տերը չունեն։ Եվ խնդիրը այն ժամանակ, երբ որ մարդը կարծես Քրիստոսն ունի, բայց տեսնում ես, որ նորից իր կյանքի այդ շարժառիթը, կյանքի ուղեցույցը սա է։ Կեր խմի քեֆ արա, որտեղ վաղը ինչ կա, մեռնել կա, բայց ժողովուրդ ջան, Պողոսը դա չէր փնտրում։ Պողոսը երբեք դա չէր փնտրում ու կյանքը նվիրեց Տիրոջը ծառայելու մեջ։ Նեղություն կրեց, չարչարվեց։ Մի կարծեք, որ Պողոսը անհաջողակ մեկն էր, գիտեք, այս հասկացողությունն էլ կա, որ դե քրիստոնյա են դառնում բոլոր նրանք, ովքեր որ կյանքի մեջ որևիցե հաջողության չեն հասել։ Այսինքն աշխարհի մեջ որևիցե հաջողություն չի ունեցել, ստեղ էլ լավ հնարավորություն կա Աստծուն հավատալու, ամեն ինչ ուրեմն բան չկա թողնելու։ Լավ է, բեր Տիրոջը հետևենք։ Հասկանում եք, մարդկանց մտածելակերպի մեջ այս հասկացողությունը կա։ Ես հավատացնում եմ ձեզ, որ ամեն մեկը, եթե իրապես նայեք, կտեսնեք, որ այո, աշխարհում ամեն մեկս էլ ինչ-ինչ շրջանակներում կարող ենք հաջողություն ունենայինք։ Ամեն մեկս մեր բնակավարում, մեր շրջանակում, բայց նորից հարց, կիրակի օրով ինչ եք անում ստեղ։ Գնացեք հանգստացեք։ Որտեվ գնալու եք, հետո շաբաթվա ընթացքում 6 օր աշխատելու եք։ Մի հավաքվեք մեկտեղ, մի կարդացեք, մի ապրեք, մի արդար եղեք, խաբեք, գողացեք, ինչի, որովհետև եթե ձեր կյանքը մենակ այս ֆիզիկական աշխարհով է սահմանափակվում, մնացածը դառնում է անիմաստ, հասկանում եք։ Դրա համար Պողոս Արաքյալը նույն Կորինթացիս 15-րդ գլխում ասում է, եթե մենակ այս երկրի համար եք Տիրոջը վստահել, այն աշխարհիկներից էլ ինչ եք, անիմաստ եք, հիմար եք։ Դրա համար Հիսուս Քրիստոս Մատթեոսի ավետարանում 16-րդ գլուխ 24 համարում ասում է. այն ժամանակ Հիսուս իր աշակերտներին ասեց. եթե մեկը կամենում է իմ ետևից գալ, թող ուրանա ինքն իրեն, վերցնի իր խաչը եւ գա իմ ետևից։ Աշակերտները երբ որ էսի լսեցին, ինչ հասկացան։ Խաչ ինչ էր նշանակում։ Մի ակնկալեք խաչը, այս սենց ինչ-որ փայտից խաչ էր պուճուր, կամ ասում է ձեր վզին մի հատ խաչ գցեք, սուվինիր ու ինձ հետևեք։ Հասկանում եք, դրա մասին չի։ Իրանք ապրում էին այնպիսի մի շրջանակում, որտեղ որ խաչը մահվան գործիք էր, որտեղ որ հռոմեացիները խաչով մարդկանց սպանում էին։ Եվ Հիսուսն ասում է. ուրացիր եւ մահացիր քո եսի համար։ Այն նոր կկարողանաս ինչ անես։ Հետևես ինձ։ Նույն տրամաբանության մեջ է, երկու ծառայի չեք կարա ծառայեք։ Երկու տերերի չեք կարա ծառայեք։ Չի լինում տենց։ Կամ ուրանում եմ ամբողջությամբ, հետևում եմ Քրիստոսին, կամ ես չեմ կարա հետևեմ Քրիստոսին։ Սա է այն գինը, որ Տեր Հիսուս Քրիստոս շատ հստակ դնում է։ Բոլոր նրանք, ովքեր որ հետևելու են Հիսուս Քրիստոսին, հետևում են Հիսուս Քրիստոսին, պետք է իմանան գինը սա է։ Քո անձդ, քո եսդ, քո ծրագրերդ, քո ցանկություններդ, քո երազանքները, քո կարիերան, ամեն ինչը մի կողմ ես դնում, վերցնում ես Տիրոջ խաչը, վերցնում ես Տիրոջը կամքը եւ գնում ես Տիրոջ արքայության համար գործելու։ Սա է կյանքի նպատակը, այլ կյանքի նպատակ չկա։ Եվ կյանքի վերջում Պողոս Արաքյալը նայեք ինչ է ասում։ Երկրորդ Տիմոթեոս 4-րդ գլուխ 5-ից 8 համարներ։
Բայց դու ամեն ինչում արթուն եղիր, նեղություններ գրիր։ Տես Տիմոթեոսին, դերևս երիտասարդ է, նախորոք զգուշացնում է։ Արթուն եղիր, նեղությունները գրիր, այդ ամեն ինչը լինելու է։ Քանի որ ես արդեն հեղում եմ իմ արյունը եւ իմ մեկնելու ժամանակը հասել է։ Պողոս առաքյալը հասկանում էր, որ կյանքը արդեն ավարտվում է։ Այո, ինքը դեռևս պետքա գնար հռոմեական կայսրության կեսարի մոտ էլ ավետարանը պետքա քարոզեր, բայց ինքը հասկանում էր, որ օրը արդեն մոտենում է։ Եվ 7-8 համարները նայեք։ Բարի պատերազմը ինչ արեցի։ Մղեցի։ Ընթացքը ավարտեցի, հավատքը պահեցի։ Այսօր ինձ մնում է սպասում արդարության պսակը, որ Տերը արդար դատավորը կտա ինձ այն օրը, երբ ոչ միայն ինձ, այլև բոլորին, ովքեր սիրեցին նրա հայտնությունը։ Պողոս առաքյալը հստակ գիտեր, որն է իր կյանքի նպատակը, հստակ գիտեր այս ֆիզիկական կյանքը երբ է ավարտելու եւ ինչ է սպասում Աստծոց։ Մենք գիտենք, որն է մեր կյանքի նպատակը, որն է իմ կյանքի առաքելությունը, թե ոչ։ Մենք հասկանում ենք, որ այդ ամեն ինչը Տիրոջ ձեռքերի մեջ է, թե դա մեզ համար նորից ինչ-որ մի բան է։ Տեր, դու ինձ փրկել ես, այսքանով արի սահմանափակվենք։ Մնացածը ես կապրեմ նենց ոնց որ ես եմ ուզում։ Եվ վերջացնում եմ, սիրելիներ, 5-րդը։ Նաև մեր ապագան է Տիրոջ ձեռքերի մեջ։ 34 համարը։ Արդ վաղվա մասին մի հոգացեք, ուշադրություն դարձնում եք անդադ կրկնում է։ Մի հոգացեք, մի հոգացեք, մի կենտրոնացեք դրա վրա, մի անհանգստություն ունեցեք, կարծես թե, չգիտեմ, ամեն բան ձեր ձեռքերի մեջ է։ Վաղվա օրվա համար մի հոգացեք, որտեղ վաղվա օրը ունի իր ինչը հոգսերը։ Յուրաքանչյուր օրվա հոգսը ինքնին բավական է։ Ինչքան ուզում ես հոգա, վաղը ինչ կլինի, բա մյուս օրը ինչ կլինի, մի տարի հետո ինչ կլինի, ժողովուրդ, լուրջ։ Մենք այդքան հնարավորություն ունենք մտածելու, թե վաղը ինչ է լինելու կամ մի տարի հետո ինչ է լինելու։ Մենք այս հասկացողությունը իրապես ունենք։ Ես չունեմ, ժողովուրդ։ Դա չի նշանակում, որ մենք չենք ծրագրում, բայց ես դրա մասին հոգ չեմ տանում։ Ես գիշերը քնելուց չեմ մտածում, Տեր Աստված, տեսնես վաղը ինչ է սպասվում ինձ։ Վաղը օրը կգա, ամեն ինչն իր հերթին կգա ու Աստված իր ձեռքերով այդ ամեն ինչը առաջնորդելու է, ցույց է տալու։ Ես վաղվա օրով չեմ ապրում, հասկանում եք։ Ապրում ենք մեկ օրով։ Ապրում ենք մեկ օրվա համար։ Եվ սա չի նշանակում նորից անգյալություն, չի նշանակում մի փոքր ավելին չմտածել։ Սրա մասին չի խոսքը գնում։ Նշանակում է, որ ուղղակի ձեր վստահությունը վաղվա օրվա, մյուս օրվա ում վրա է։ Հոր Աստծո վրա է դրված։ Որտեվ եթե ես վաղվա օրվա մասին մտածելու եմ, ես անհանգստանալու եմ։ Որտեվ ոչ միայն չգիտեմ ինչ է սպասվում, այլև ոչ միայն չգիտեմ, այլ չեմ էլ կարող ինչ-որ ձևով այդ ամեն ինչը փոփոխեմ։ Չեմ կարող ինչ-որ կերպով կառավարեմ։ Ոչ մի բան չեմ կարող անեմ։ Դրա համար բացի անհանգստանալուց ինչ է մնում։ Ոչ մի բան։ Եթե Տերս չունեմ, եթե ես հասկացողություն չունեմ, ուրեմն ահանգստանալու եմ ու ամեն օրվա օրս լինելու է սենց փշերի վրա նստած սպասում, տեսնես ինչ է սպասվելու, ինչ է գալու։ Մի աստվածաբան հետևյալն է գրել. հավատացյալի պարտականությունն է ապրել Տիրոջ համար, վստահելով անսասան վստահությամբ, որ Աստված կապահովի իրեն ապագայում։ Աշխատանքը պարզապես ընթացիկ կարիքները բավարարելու միջոցն է։ Լսում եք։ Սրանից դուրս ամեն ինչ Տիրոջը աշխատանքի պահն է։ Տիրոջը աշխատանքի մասն է։ Մենք կոչված ենք ապրելու մեկ օր։ Վաղվա օրը պետք է հոգա իր մասին։ Երբ որ ես գիտակցություն ունենք, աղքերց եմ ասում, շատ ուրիշ ձև կմտածեք։ Ազատ կերպով կկարողանաք Պողոս առաքյալի նման ասել, որ ապրելս ձեզ համար է շա, բայց մահանալը ինձ համար, որտեղ վերջի վերջո հանգստություն կգտնեմ։ Ուրեմն ինչպես հանգստություն ունենանք, ինչպես խաղաղություն ունենանք, հիշելով առաջինը, մեր առօրյա հացը հոր ձեռքերում է։ Մեր կյանքի տևողությունը
հոր ձեռքերում է։ Մեր ապահովվածությունը հոր ձեռքերում է։ Մեր կյանքի նպատակը հոր ձեռքերում է եւ մեր ապագան նորից հոր ձեռքերում է։ Ուրեմն ամեն ինչի փառքը պետք է ուղղված լինի մեր հորը։ Թող Տերը օրհնի բոլորիդ, եկեք աղոթենք։ Տեր Աստված, փառք ենք քեզ տալիս իրապես, որ մեր կյանքի սկիզբն ու ավարտը, մեր ողջ կյանքի ընթացքը լիարժեք քո ձեռքերի մեջ է, Տեր։ Դու գիտես մեր ամեն վարքյանը, մեր ընթացքը, մեր հոգսերը, մեր նեղությունները, Տեր։ Աղոթում, որ այս ամենի մեջ, Տեր, դու փառավորվես։ Որովհետև այո, սկզբից մինչև վերջ մեր կյանքը լիարժեք քո ձեռքերի մեջ է։ Մենք ունենք մեր բաժինը, որ պետք է կատարենք, Տեր, բայց այս ամեն ինչը անում ենք ոչ թե կարծելով, որ մեր կյանքը մեր ձեռքերում է, այլ անում ենք այն ինչ որ դու ես ցանկանում, Տեր։ Ուստի օգնի, որ որպես եկեղեցի, որպես անհատ, որպես ընտանիքներ նախ եւ առաջ փնտրենք քո արքայությունը, փնտրենք քո կամքի իրականացումը, փնտրենք քեզ ծառայելը, Տեր։ Փնտրենք քո արդարությունը քեզանից արդարացում ստանալը, այլ ոչ թե ապահովենք ամեն օրվա կարծես մեր ցանկություններն ու մեր կարիքները, Տեր։ Ների, որ շատ դեպքերում իրապես այդպես ենք վարվում։ Ների, որ շատ դեպքերում կարծում ենք, որ մենք ինչ որ բան ենք, բայց Տեր, այս ամենը միայն քո մասին է, Տեր։ Որտեվ դու ողորմեցիր, դու գթացիր, դու սրբեցիր, դու փրկեցիր, որպեսզի մենք կյանք ունենանք, Տեր։ Աղոթում եմ բոլոր այն քույրերից եւ եղբայրներից համար, ովքեր որ ինչ-ինչ պատճառներով այսօր բացակայում են, Տեր։ Դու գիտես ամեն մեկի մտահոգությունը, Տեր, անուն առ անուն, Տեր։ Ու խնդրում եմ, որ դու այցելես ողորմես, Տեր։ Ողորմես իրապես, որպեսզի ամեն իրավիճակներում մեր հույսը միմիայն դու լինես, Տեր։ Չվստահենք մարդկանց, չվստահենք ինքներս մեզ, չվստահենք մեր կարողություններին եւ մեր հասկացողությանը, Տեր։ Որովհետեւ մեր հավատքի կենտրոնը դու ես, Տեր Հիսուս։ Որովհետեւ մեր ապահովությունը դու ես եւ կլինի այդ ապահովությունը մերկության մեջ, թե սովի մեջ, նորից ամեն բան քո ձեռքերում է, Տեր։ Ուստի դու փառավորվիր ով Հայր եւ դու մեզ սովորեցրու, որ չլինենք հեթանոսների պես, որ վազում են կյանքի նպատակը դարձրած հաջողությունները կամ ինչ որ բաներում առաջանալը, Տեր։ Օգնի, որ թե մեր աշխատանքը, թե մեր ուսումը, թե մեր կյանքը, թե մեր կարողությունները, թե մեր խոսքը, թե մեր ունեցվածքը ծառայի միմիայն քո անվան ու փառքի համար, Տեր։ Որ իրապես Պողոսի նման էլ կարողանանք մի օր ասել, որ այո, հավատքը պահեցինք եւ քեզ ծառայեցինք։ Քեզ ծառայեցինք մինչեւ մեր կյանքի վերջը։ Քեզ հավատարիմ եղանք, Տեր, եւ սա ենք ուզում, որ քեզանից լսենք ապրես ու բարի ու հավատարիմ ծառա։ Ծառայենք ու ոչ մի բանով արժանի չենք։ Ուստի ամեն ինչի փառքը միմիայն քեզ է ուղղված։ Հիսուսի սուրբ անունով, ամեն։